25 օր հացադուլի մեջ գտնվող հացբերող Արթուր Սարգսյանն այսօր ազատ արձակվեց կալանքից եւ դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվեց Արմենիա բժշկական կենտրոն։ Նա այսօր համալիր հետազոտություններ կանցնի, ինչից հետո պարզ կդառնա նրա առողջական վիճակն ու դրա արդեն բուժում կնշանակվի։ Ազատության այդ զրույցում ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը։ Նախնական տվյալներով գիտակցությունը պահպանված է, ճնշումը կայուն է 120-80, պուլսը 88, ջերմություն չունի։ Ոչ վերջնական նրա ընդհանուր վիճակի մասին վերջնական պատասխանելու եւ գնահատելու համար հարկավոր է, որպեսզի որոշակի քննություններ, իսկ դա ժամանակ է պահանջում եւ առայժմ այսքան։ Անցած ամռանը ոստիկանության բարեկապահական ծառայության գնդի տարածքը գրաված Սասնա-Ծռեր զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի վիճակը ծանր է։ Հիվանդանոց տեղափոխելուց առաջ լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նույն վիճակն է, ծանր վիճակում է գտնվում եւ հիմա պետք է մասնագիտական օգնություն ստանա, որպեսզի հնարավորություն ունենա դուրս գալու հացադուլից։ Իսկ առողջական վիճակը ծանր է առողջական վիճակը։ Ոչ, չի կարողանում, այդ պատճառով էլ շտապ բուժօգնություն է կա։ Գլխավոր դատախազությունը հացբերողի կալանքը փոխարինելու մասին որոշում կայացրեց մի խումբ падգամավորների հետ այսօր առավոտյան հանդիպումից հետո։ Падգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ստորագրահավաք էին կազմակերպել հացբերողին անհապաղ ազատ արձակելու պահանջով։ 27 падգամավոր երաշխավորել էր, որ ազատության մեջ Սարգսյանը չի խոչընդոտի նախաքննությանը, չի թաքնվի իրավապահներից։ Այսօր առավոտյան գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումից հետո падգամավորներ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Հեղինե Բիշարյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Միքայել Մանուկյանը տեսակցել էին հացբերողին։ Յուրաքանչյուր падգամավոր կես միլիոն դրամ, իսկ ընդհանուր առմամբ 3 միլիոն դրամ վճարեցին որպես անձնական երաշխավորության գումար։ Գնացինք հանդիպման Արթուր Սարգսյանի հետ, խոսեցինք նրա հետ։ Նա շատ ծանր վիճակում է, շատ ծանր վիճակում է։ Այն վիճակում է, որում մարդը գտնվում է, թե այդքան երկար ժամանակ հացադուլ է եղել, բայց լրիվ հստակ ուրեմն եւ adekvat մոտեցում կար եւ առողջական իսկապես վատ էր, աչքերը չէր բացում, չէր կարողանում լույսին նայել։ Ցանկացանք որ շատ արագ կազդուրվի եւ վերականգնի իր առողջությունը, հա, եւ մենք կապի մեջ կլինենք որպես արդեն անձնական երաշխավորներ։ Մենք իր հետ զրույց ենք ունեցել եւ այդ զրույցի ամենակարևոր մասը այն էր, որ ինչքանով է ինքը խուսափում ընդհանրապես ներկայանալ, ինչքանով է խուսափում քննությունից, ինչքանով է նոր հանցագործություն նախապատրաստում։ ՊՊՑ գնդի տարածքի գրավման օրերին Արթուր Սարգսյանը ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական շղթան ու սնունդ տարել գնդի տարածք։ Անցած դեկտեմբերին նա ազատ արձակվեց, ապա փետրվարի 9-ին կրկին կալանավորվեց։ Սարգսյանը հացադուլի միջոցով պահանջում էր ազատ արձակել իրեն, պնդելով, որ մի շարք լուրջ հիվանդություններ ունի, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։